Կենթանի ձայնադարան։ Բարի ողջույն, ձեզ ողջունում է հերթական կենթանի ձայնադարանը։ Այսօրվա այս մեր հաղորդումը նվիրված է շատ սիրված, շատ ճանաչված մի երգչուհու, ում անունն է Ռաիսա Մկրտչյան։ Իմ հիշողության մեջ է մեր առաջի հանդիպումը, երբ Երևան պրոյեկտ ինստիտուտում ես ունեի նվագախումբ, փորձերն անց էին կացնում ճարտարապետների տանը, մի շատ համակրելի կին եկավ և մի շատ գեղեցիկ աղջնակ, ասեց սա իմ դուստրն է, Ռայան ուզում է երգել, ամբողջ օրը երգում է, չնայած ինքը դաշնամուրու մասնագիտությունը ձեռք բերում, դաշնակահարուհի է, մի հատ խնդրում եմ լսեք, և այդտեղ առաջի երգերը, որ երգեց Ռաիսա Մկրտչյանը, դա Դալիդայի երգերից էին, մեկը Պորտոֆինո, I found my love in Portofino, բայց այդտեղից սկսվեց Ռաիսա Մկրտչյան երևույթը, այո, երևույթ, որովհետև հետագայում, երբ որ ստեղծվեց ռադիոյի էստրադային անսամբլը, որը զարգացնելով դարձավ մեծ նվագախումբ, ես էի ղեկավարում, հետո Մելիք Մավասակալյանի օրով ավելացավ լարայինների խումբը, դարձավ Սիմֆո ջազ նվագախումբ, կարելի է այդպես ասել, այստեղ Ռաիսան իր դերն ու նշանակությունը կարողացավ դրսևորել և պատասխանատվությունը առաջին կատարողի։ Եվ Ռաիսա Մկրտչյանին բոլոր հայ կոմպոզիտորները, ովքեր երգեր էին գրում և գրում են, շնորհակալ են նրան։ Առնո Բաբաջանյանը այսպիսի մի բան ուներ, ուղղություն ուներ, որ իր գործերի մեծ մասը, լիներ դա դասական, լիներ դա ջութակի սոնատը, լիներ դա թավ ջութակի կոնցերտը, ինչ որ գրում էր, մեծ մասամբ առաջին կատարումները կայանում էին Հայաստանում։ Եվ նրա շատ ու շատ երգերի առաջին կատարողը և կյանքի ուղեգիր տվողը Ռաիսա Մկրտչյանն է, որի համար շնորհակալ ենք։ Նա Բաբաջանյանի, Օրբելյանի, Ռոբերտ Ամիրխանյանի և հրաշալի մի հատ ալբոմ դուրս եկավ, մեծ ձայնասկավառակ դուրս եկավ, Ռոբերտ Ամիրխանյանի, Ալիսա Կիրակոսյանի բանաստեղծությունների հիման վրա շարք, երգերի շարքը հրաշալի, իմ ստեղծագործություններից Արամ Սատյանի, Մելիք Մավիսակալյանի և էլի շատ ուրիշ հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների առաջին կատարողն է եղել։ Ինչ ասեմ, Ռայա ջան, քո կատարողականը, քո ներքին վիբրացիան, քո կատարողականի ձայնատարությունը և այդ ամեն ինչը այնպիսին են, որ քո ինչպես էլ գնահատենք, էլի գնահատելու և ողջունելու և շնորհակալ ասելու առիթներ կան։ Այսօր անսպասելի մի փոքր ողջույն է լինելու, Ռայա ջան, քո ուսանողներից այսօր կերգեն այսօր այստեղ, այսօր նվագախմբի նվագակցությամբ, ռադիոյի և հեռուստատեսության ջազ էստրադային նվագախմբի նվագակցությամբ կհնչեն քո կատարմամբ 5 երգ։ Виноват, что ты любил меня, любил и прощал меня, любил и не знал меня, ждал меня, звал меня. Виноват, что потерял меня, виноват, что повторял меня, слова повторял мои, слова потерял свои. Виноват, что нет весны зимой, виноват, что голос робок мой, голос твой. Виноват, что ты любил, как раб годами, и не знал, что будет бездна между нами. Виноват,
что жизнь идет вперед. Виноват, что серый дождь идет, дождь идет. Виноват, что отпустил наш дом. Виноват, что я живу в другом. Ты виноват во всем. Виноват, что грусть осенняя меня моросит дождем. Всю ночь холодит мой дом, сыро в нем, стыло в нем. Виноват, что наш очаг угас. Виноват, что сеть морщин у глаз, что я предпочла уйти. И нет мне назад пути. Виноват, что нет весны зимой. Виноват, что голос робок мой, голос твой. Виноват, что ты любил, как раб годами, и не знал, что будет бездна между нами. Виноват, что жизнь идет вперед. Виноват, что серый дождь идет, дождь идет. Виноват, что отпустил наш дом. Виноват, что я живу в другом. Ты виноват во всем. Кто виноват во всем? Այս կատարողների մեջ էլ զգացվում է Ռաիսա Մկրտչյանը։ Դու կիսվում ես նրանց հետ։ Հետաքրքիր է լինում, երբ որ քննությունների կամ համերգների ժամանակ երբ որ ելույթ են ունենում ուսանողները իրա, հարկավոր է նայել Ռաիսային, թե ինչպես է հետները վերապրում, ինչպես է հետները հետ ամեն ինչ նստած դնում։ Մի հրաշալի տեսարան է, հրաշալի։ Ռայա ջան, քեզ շնորհակալություն։ Քո աշխատանքը գնահատվում է ոչ միայն թե որ այն որ արդեն դու կատարել ես եւ կատարում ես, շարունակում ես, այլ նաեւ քո մանկավարժական գործունեությունը իր արդյունքները տալիս է։ Քո ուսանողներից արդեն կան միջազգային դափնեկիր անունը կրող պատվավոր ուսանողներ։ Հա, ասեմ, աղջիկն էլ հոյակապ երգում է Արմինին։ Նա էլ Լունդստրեմի նվագախումբի երգում էր թե կվարտետում, իդեպ Ռայիսան էլ նույնպես երգել է մի քանի ստեղծագործություններ կվարտետով, այնպես որ անսամբլային զգացողությունն էլ տեղն է համատեղման եւ մենակատար որպես Լունդստրեմի նվագախմբում։ Գիտեմ շատ ես լացել, քեզ լքել եմ հաճախ, քեզանից սերացել, իմանամ եմ իմ անկին, խոստանում ես քեզ գարում, բայց մանուկն էլ նույն խաղն է անում։
Իմ մայրիկ, իմ անգին, ես քեզ քիչ եմ սիրել, երբ գարուն էդ կյանքիդ ոտքերիս տակ դրել, հիմա տան եմ իմ անգին, խոստանում ես քեզ գարուն, երբ ձմեռն էլ ավա, տանում քեզ տանում երբ ձմեռն էլ ավա, նույն խաղն է անում, դու իմ մայրիկ. Մաքուր ջուրվածող ինչ կլիներ արդյոք, որ քո ալիքներ դաներ իմ ցավեր, կամ ինչ կլիներ, թե իմ վիշտ ու լաց, ինչպես ու խոթում ծրվեին հանկարծ, և ինչու համար ուրախությունը թրջում է շուտով, մնում է ցավը, թող քո ալիքներ ցնդեն իմ վշտեր, լվանան սիրտն իմ, թող քո մասնիկներ, սիրտս խոցված բոլոր կողմերից, արյուն ու շարավ կթափվի երակից, լվա մաքուր ջուր սրբե ինչպես ուր, թող փայլի սիրտն իմ, չմնա մի մոր, լվա մաքուր ջուր սրբե ինչպես ուր, թող փայլի սիրտն իմ, չմնա մի Դու ինձ փրկեցիր, երբ ծնվեցի ես, քո մեջ ես մաքուր ձեռքով թաղվեցի, հոգու մարմնի լվացող ես դու, իմ սիրտն էլ լվա, փայլի թող քեզ
բոլոր կողմերից արյուն ու շարավ կթափվի երակից լվամաքուր ջուր սրբե ինչպես ուր թող փայլի սիրտիմ չմնա մի Ջուր սրբե ինչպես ուր թող փայլի սիրտիմ չմնա մի Անուշիկ սեր իմ տխուր հեռու հեռավորի դու կգասախ երբ կգաս մեղավոր իմ սեր մշուշիկ սեր իմ փոքրիկ անկոշավորի դե արից ինչպես կանչել իմ կարոտի պես կանչել և կգաս դու և կգաս դու և կգաս դու իմ անգին մեղավոր իմ սեր մոռացիր ինձ ես տխուր հեռու հեռավոր մի արի երբեք չգաս վառեցիր ինձ սեր վառեցիր ինձ ես մոլար սիրո մեղավոր չես գալիս ինչպես կանչել